քաղաքակրթական լրջագույն փոփոխությունների մեջ ենք գտնում, ամբողջ մոլորակը եւ նոր ժամանակներ առասարակ, որ վերջի մի քանի 100 տարին, որ որոշակի իներցիա է առաջացել, հա, մոդեռնի այս տարիներին, հայ ժողովուրդը կարողացավ նորանալ, ինչ որ ժամանակակից ազգ դառնալ, բայց ամենալուրջ փոփոխությունները, որ տեղի են ունենում, դրանք ոչ թե մոդեռնի ներսում են տեղի ունենում, այս դարաշրջանի հերթական ինչ-որ փոփոխությունն է, այլ սա ավելի խոշոր փոփոխություն է, որը կապված է, կարելի ասել, երկրորդ միջնադարի հայտնվելու հետ ամբողջ աշխարհում։ Պատահական չի, որ պահպանողական ուժերի վերադարձը, որը մենք նկատում ենք արևմուտքում, մենք միջև հետ տեսել էինք պահպանողական ուժերի վերադարձը, ասենք, իսլամական երկրներում, չէ՞, բայց ոչ ոք չէր կարող երևակայել, որ պահպանողական ուժերը կարող են հայտնվել նաև իշխանության արևմուտքում։ Եվ սա միայն Միացյալ Նահանգներին չի վերաբերում, մենք սա նկատում ենք նաև արևմտյան Եվրոպայում, արևելյան Եվրոպայում։ Ահա ուրեմն պետք է փորձել հասկանալ այդ խոշոր փոփոխությունը կլիմայական, որը տեղի է ունենում։ Եվ այդ բնականաբար այդ դեպքում դու պիտի հասկանաս, թե որոնք են այդ ուժերը, որոնք են այդ արժեքները, որը հիման վրա փորձում են այդ աղետը, որը որ աղետալի իրադարձություններ, որոնք սպառնում են մարդկությանը, լինի դա պատերազմների տեսքով, լինի դա հիվանդությունների տեսքով, լինի դա արհեստական բանականության վտանգների տեսքով, հա, դրա առջև առնելու ինչ նոր ուժեր, ինչ նոր ձևեր կան, եւ այդ դեպքում արդեն քո ուշադրությունը ոչ միայն գանվում է, ասենք, Տրամպի հայտարարությունների վրա կամ Նիկոլ Փաշինյանի հերթական, ասենք, ծաղրածույության վրա, որը ինքը անում է Հայաստանում, այլ ավելի լուրջ բաների վրա է սկսում ուշադրություն դարձնել, թե ովքեր են կանգնած, ասենք, Տրամպի թիկունքին, ենթադրենք, ինչ խմբեր են, ինչ ուժեր են, արդյոք այդ նույն ուժերն էին, որոնք իրեն բերեցին իշխանության 16 թվականին, թե դրանք այն ուժերը, որոնք դեմոկրատների հետ էին, հիմա անցել են, ասենք, իր կողմը։ Եվ այդ դեպքում տեսնում ես այդ ուժերին, տեսնում ես, որ կան իսկապես տարբեր ծրագրեր, տարբեր լուրջ մարդիկ, որոնք որ խոսում են ժամանակի խնդիրների մասին։ Հիմա մեր համար դա մի քիչ տարօրինակ է, որ հանկարծ, ասենք, այդ քրիստոնեական աճ հայացքների մարդիկ սկսել են իշխանության գալ Միացյալ Նահանգներում, բայց տեսեք, որ պետք է հասկանալ, էլի, մենք ինչ լեզվով պիտի խոսենք այդ մարդկանց հետ, ինչ, որտեվ իրենք նայում են Հայաստանին որպես, այսպես ասած, պոստսովետական երկիր, անաստված երկիր, որտեղ ոչ մի արժեքներ արդեն չեն գործում, որտեղ այդ տենց հանցագործները կարող են նորից իշխանության գալ, հա, կամ ծաղրածուները կարող են իշխանության գալ, հա, օխլոկրատիայի հիման վրա, եւ իրենք մեր փոխարեն, մեր հարցերը մտածում են, որ մի օր իրենք պետք է լուծեն առանց մեր հետ խորհրդակցելու, որովհետեւ չկա էլիտա, որը կարողանա Հայաստանի անունից բանակցել Հայաստանի շահերը։ Այսինքն մանդատային իմ վերջո մանդատային կառավարում ստեղծել Հայաստանում, ինչ որ պայմաններում, որը դեռ չկա, բայց վաղը կարող է ստեղծվի, որովհետեւ Հայաստանում չկա այն էլիտան, որը կարող է այդ լեզվով խոսի, որը ժամանակակից, որպեսզի քեզ հետ խոսեն հավասարի, դու որոշակի նպատակներ, խնդիրներ լուծող հանրություն պիտի լինես։ Եթե դու նպատակներ, խնդիրներ չունես որպես հանրություն, կապ չունի դու հայ ես, թուրք ես, ադրբեջանցի ես, եթե խնդիրներ չունես, նպատակներ, ծրագրեր չունես, որը որոշակիորեն կապվում է համաշխարհային նոր, այսպես ասած, ծրագրերի հետ, այդ դեպքում քեզ հետ ոչ ոք չի էլ քննարկի։ Մանդատների մրցակցություն է դառնում, հա, Հայաստանի վրա։ Այո, պատկերացնում եք, հենց այդպես է։ Մենք հիմա այդ վիճակում ենք, այո, որ պետք է հասկացվի, թե որ մանդատի տակ ես, այսինքն ռուսական մանդատն է, թե թուրքական մանդատն է, թե արևմտյան մանդատն է, որովհետև դու ծրագիր պատկերացում նոր ժամանակների վերաբերյալ չունես, անելիքներ չունես այս տարածաշրջանում, բացի քո սեփական շահերի ու խնդիրների մասին խոսելը, ընդհանուր շահերի պատկերացում անգամ չունես, ընդհանուր խոսում ես քո ինչ-որ խաչմերուկ լինելու մասին, որտեղ այսպես համաշխարհային հակադրությունների, պատերազմի վտանգի աճի ժամանակ անընդհատ, ասենք, մի հատ սպիտակ դրոշ ես բարձրացրել, որ մարդիկ չեն հասկանում, դու ում կողմից ես։ Դու արձարակ ինչ որ մի բան քեզնից ներկայացնում ես, որից արժեք ներկայացնում ես, ինչ է քո ասածը, ինչ ես առաջարկում, բացի տնտեսական,
ճանապարհ լինելուց, հա։ Ծանր բան է։ Կոստան Զարյանը ասում էր Արարատ լեռը ոչ մի տնտեսական արժեք չունի։ Բայց Արարատը դա մեր գոյության ճանապարհն է եւ խորհրդանիշն է, որտեղ դա բարձր արժեքների տանող ճանապարհ է։ Եթե մենք այդքանը չենք հասկանում, որ այսօր աշխարհում արժեքները շատ կարևոր են դառնալու եւ արժեքներից չենք խոսում, այլ խոսում ենք ընդհանրապես որ մեր հերոսը դա հարկ վճարողն է, ասենք, հա, որ Արարատ լեռը կարելի է փոխարինել Արագած լեռով, մոռանալով որ Արարատ լեռն վրա, ասենք, ջրհեղեղ ա եղել եւ մարդկության փրկության սիմվոլն է եւ այլն։ Երբ որ այդ ամեն ինչը մեր համար արժեք չունի եւ մեր համար միակ իրականը այն որտեղ խաց այնտեղ կաց հասկացողությունն է, այդ դեպքում դու քեզ ոչ ոք քեզ չի բանակցի քո իրավունքները։ Դուք տանում եք դեպի ամենածայրահեղ նկարագրությունը։ Ես նկատի ունեմ, այո, որովհետեւ երբ որ արտակարգ իրավիճակի գնացող աշխարհ ունենք, այդպիսի այդ անկման մեջ, որպեսզի դու սարսափներից ազատվես, որը քեզ կաշկանդում է եւ քո կամքը, այսպես ասած, կատվածահար է անում, դու նախ պիտի հատակին նայես։ Այդ հատակին նայելու համարձակություն ունես, դու այդ սարսափներից կկուի, կազատվես ու կունենաս սեփական հավակնությունները ու կխոսես այդ հավակնություններից որպես ինքնիշխան։ Բայց որտեղ ինքնիշխանության հիմքում միայն արժեքներն ու արժանապատվությունն է, առանց դրա չի կարող ինքնիշխանություն լինել։ Նախ ինքնիշխան ենք դառնում, այսինքն նախ մեր արժանապատվությանը վնասող որևիցե բան չենք ընդունում, ոչ ենք ասում դրան, հետո այդ ոչից հետո նայում ես արդեն շուրջդ թե ով կա, որը որ կարող է քո շահերը ունենալ եւ քո արժեքները ունենալ։ Նշեցիք այդ 3 մանդատի հավակնորդներ Հայաստանի հանդեպ Ռուսաստանը, Արևմուտքը եւ տվյալ դեպքում Թուրքիան, որը Ադրբեջանի միջոցով իր հարցերն է լուծում, եւ այստեղ դուք ասում եք, որ անգամ Հայաստանը չի որոշում, չի ընտրում մանդատ, որ այստեղ հասկանում եք Ես ասացի, որ նախ պետք է արժանապատվության ու արժեքների ճանապարհով գնաս, որ գտնես թե դու ում հետ խոսես, որովհետև եթե ինչ որ մեկը քո արժանապատվությունը չի հարգում ու դրա հետ դու մտնում ես բանակցությունների մեջ, կապ չունի դա փոքր թե մեծ բանակցություններ են, արդյունքում դու կկվի վիճակում ես հայտնվելու։ Ռուսաստանը հարգում է։ Իհարկե չի հարգում։ Թուրքիան, Ադրբեջանը։ Մենք ամենօրյա տերորի վիճակում ենք գտնվում, երբ որ քեզ ամեն օր նորանոր պայմաններ են առաջադրում, չէ՞։ Նիկոլն էլ համոզում է մեզ, որ իբրև թե դա խաղաղության համաձայնագիր է, չէ՞, բայց իրականում որտեղ խաղաղության համաձայնագրի հոտ էլ չի գալիս։ Իրենք հստակ ասում են, որ այս ընդամենը այս պայմանագիր համաձայնագիրը, որը դուք ստորագրեք, հիմք է, որպեսզի մենք սկսենք ձեր հետ բանակցել այն մյուս հարցերի շուրջ, որը վերաբերում է նրան, որ դուք ագրեսիա եք արել, որտեղ դուք այս պայմանագրով, այս համաձայնագրով օրինականությունը ընդունելու եք այն ամեն ինչ որ տեղի ունեցել միջև հիմա, դες 20 թվականից միջև հիմա, այդ ընդունում եք, որ դա օրինական է, դրանից հետո ձեր հետ սկսում ենք խոսել նոր խնդիրների մասին, օրինակային խնդրի մասին, որ դուք մեր երկրի ագրեսիա եք ենթարկել ու պիտի փոխհատուցում վճարեք եւ այդ փոխհատուցման դիմաց պիտի ընդունեք նաեւ ադրբեջանցիներին, որոնց Հայաստանից դուրս են եկել, հետո այդ ադրբեջանցիները պիտի դառնան պարլամենտի անդամներ, հետո պիտի օրենքներ ընդունվեն Ադրբեջանի երկրորդ լեզու լինելու եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը, այսինքն այդ ճանապարհն է, այդ կկվի ճանապարհն է։ Եվ դրան հակառակ, երբ որ դու քո ասում ես այս է իմ կարմիր գիծն է, ես այս կարմիր գծերը չեմ անցնում եւ այս կարմիր գծերով իրավունքի ուժով եւ մնացած ամեն ինչով ես փնտրում եմ այն մարդկանց, այն երկրներին, այն ուժերին, ովքեր այս իմ հետ կարող են լինել դաշնակից։ Եվ այդ դեպքում դու կարող ես եւ աջ նայել, եւ ձախ նայել, եւ հյուսիս նայել, եւ հարավ նայել, բայց առանց դրա, առանց դա նշելու, առանց քո կարմիր գծերը նշելու, դու գնում ես բանակցությունների, դա բացարձակապես անիմաստ է։ Ում հետ ուզում ես գնա։ Ուզում ես Արևմուտք գնա, ուզում ես Ռուսաստան, ուզում ես Թուրքիա։ Այսինքն, այստեղ պետք է հստակ հասկանալ, սա է հիմքը ազգային ինքնության ապագայի։ Եթե դու դա
ջնջում ես, դրանից հետո եթե անգամ յան ազգանուն ունես, անգամ եթե քո երկիրը Հայաստան է կոչվում, միևնույն դու վասալ ես։